թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան։ Ներողություն, սա Հովհաննես Առաքյալի նամակն է։ Թե այս աշխարհը պիտի անցնի, ինչ որ կա, թե մեր մեջի ցանկությունները պիտի անցնեն, բայց նրանք, ովքեր Աստծո կամքը կատարում են, նրանք հավիտյան պիտի ապրեն։ Այս աշխարհը մեզ ամեն օր պիտի փորձի, նույնիսկ իր առաջարկություններով, նույնիսկ հոգատարությամբ, նույնիսկ անչափ սիրելով մեզ պիտի գա, ասի որ գիտես, սա անում ես քո պետքի համար, քո ուրախության համար, քո զավակի համար, քո տունը գեղեցիկ ունենալու համար, պաշտոնդ պահելու համար, հարուստ կյանք ունենալու համար, այս ամենը պիտի քեզ առաջարկի այս աշխարհը, բայց այս ամենը պիտի անցնի, ով է իր հետ ինչ որ բան տարել, ոչ ոք, չէ։ Մի գյուղացի մարդ կար ժամանակին, ասում է ամեն օր չարչարվում էր, աշխատում էր, շատ հարստացավ, ասում է, բայց ամեն օր ասում էր ներողություն, բայց ես ժամանակ չունեմ եկեղեցի գնալու, սուրբ գիրք կարդալու, աղոթք անելու, եւ երբ որ հիվանդանում է եւ պիտի մահանա, ասում է, բայց ժամանակս ես ինչի վրա վատնեցի, այս ամենը ում համար ես արեցի եւ ինչ շահեցի ես։ Այնպես էլ այս աշխարհի մարդն է, թե չհասկան, որ այս ցանկությունները պիտի անցնեն ու դու պիտի մնաս միայնակ մեղքի հետ եւ մահն էլ մեղքի վարձն է, դու պիտի կորցնես քո հավիտենական կյանքը։